Հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, Ուկրաինայի նախագահ Զելենսկին գտնվում է Երևանում, որը շատ մեծ իրարանցում է առաջացրել հայկական սոցիալական ցանցերի տիրույթում։ Ես անկեղծ ասած շատ զարմացած եմ որոշ մեր հայրենակիցների վարքագծի վրա, ովքեր ցնծում, ուրախանում եւ հրճվում են Զելենսկու այցի կապակցությամբ։ Ես հասկանում եմ, որ նրանք ուղնուցուցով հակառուսական են, բայց ասենք հակառուսականությունը չպետք է նաև վերածվի հակահայկականության։ Այդ զանգվածին, ով այսպես հրճվանք է ցուցաբերում Զելենսկու այցի կապակցությամբ, հիշեցնեմ, որ Զելենսկին ամենամեծ հակահայն է։ Ուկրաինական պետությունը ընդհանրապես հակահայկական է իր ողջ էությամբ։ Ասենք դուք մոռանում եք, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ առաջին պետություններից մեկը քրիստոնյա իբր թե ով օգնում էր Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմում եղել է Ուկրաինան եւ իր ահաբեկիչները ունա ունսո կազմակերպությունից։ Դուք մոռանում եք, որ ադրբեջանցիները չունենալով ռազմական ինքնաթիռի ուրեմն օտաչուներ դրանց վարձակալում էին Ուկրաինայից, ովքեր ռմբակոծում էին ոչ միայն Արցախի բնակավայրերը, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքները։ Դուք դա մոռանում եք, որ 1991 թվականից ի վեր Ուկրաինան բոլոր հարթակներում եղել է հակահայկական։